Վահան Մամիկոնյանի օրոք հայերը փաստորեն կրկին բախվում են Պարսից արքունիքի կողմից պարտադրված կրոնափոխության խնդրին։ Վահան Մամիկոնյանը պատերազմի ոչ միայն ռազմական փաստացի ղեկավարումն է իր ձեռքը վերցնում, այլ ամբողջ ապստամբության նաև քաղաքական մաս։ Ակնհայտորեն գնում էր պայքար թագավորության վերականգնման ուղղությամբ, նա նաև կարողանում է ճակատամարտում տակտիկական նորամուծություն իրականացնել եւ դարանակալ գնդի գործողությունների շնորհիվ ճակատամարտի թեժ պահին կարողանում է պարսկական շարքերում խուճապ ստեղծել։ Ներսեհապատի այս հաղթանակից հետո ապստամբների դիրքերն ավելի են ամրապնդվում։ Շատ կարևոր է փաստորեն ամրագրել եւս մեկ անգամ, որ հայ նախարարական համակարգը պահպանվեց եւ հաստատվեց նրա իրավունքները որպես պետականության որոշակի մոդել։ Միացեք մեր էջին, իմացեք ավելին մեր պատմության մասին։